Հայաստանը շատ փոքր է, Ռուսաստանի հետ ինչ որ մի հարցում վիճելու համար։ Երկար լեզու ունեն որոք մարդիկ։ Լսել եք, որ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Ինչպես եք գնահատում դա։ Տեղին է արել։ Շատ վատ։ Հայաստանը շատ փոքր է, Ռուսաստանի հետ ինչ որ մի հարցում վիճելու համար։ Ձեր կարծիքով նման սահմանափակումներն ինչպես կարող են ազդել աշխատատեղերի, երկրի տնտեսության եւ ընդհանուր առմամբ քաղաքացիների բարեկեցության վրա։ Շատ բացասական։ Արզա շատ վատ։ Շատ վատ ծաղկավաճառները, ջերմոցների աշխատողները կտուժեն, անպայման կտուժեն։ Ահագին վնաս կկրեն այդ մարդիկ։ Ձեր կարծիքով ինչու դա տեղի ունեցավ։ Երկար լեզու ունեն որոք մարդիկ։ Ճիշտ չկառավարվելուց, երկիրը ճիշտ չկառավարելուց։ Երևի ոչ ճիշտ քաղաքականության հաշվին։ Ով է պատասխանատվություն կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատ թարացման համար։ Տեսնում եք այստեղ իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը։ Իհարկե տեսնում եմ, պատասխանատուները հենց կառավարությունն է, ղեկավարի գլխավորը։ Դա այդ հարցին կարելի է պատասխանել, պարզ չի։ Պարզ չի։ Երկու կարծիք չի կարա լինել, միանշանակ։ Իշխանությունները երևի, ենթադրում են, որ իշխանությունները։ Հաշվի առնելով ռուսական շուկայի կորուստը, իրատեսական եք համարում արտադրանքը ԵՄԵ-ում կամ այլ շուկաներում իրացնելը։ Կարելի է ասած ոչ, եթե նույնիսկ ինչ-որ տոկոսներ ունի, դա չի զարգացնի մեր երկիրը։ Ֆրանսիացիները հենց որ զարթնում են, մտածում են, ոնց անենք, որ հայկական կոնյակը գա մեր Նապոլեոնին, բանն հանենք, հայկական կոնյակը սկսենք վաճառել։ Կարող են Եվրոպան կամ ԱՄՆ իրական այլընտրանք դառնալ հայ արտադրողների համար։ Ոչ, բացարձակ ոչ։ Եվրոպան էլ, Ամերիկան էլ իրոնյան կհասկանալ։ Երբ պետք է հայկական ապրանքները մտնի իրանց շուկա, չեն իմանում, քնեն, չքնեն, ինչ հասկացանք իրար։ Ոչ մի դեպքում։ Մենք միջև նրանց մոտ շուկա մտնենք, կամ էշ կսատի, կամ իշատերը։ Չի, հնարավոր չի։ Հնարավոր չի, որ մենք նրանց հետ ինչ որ ոտ գցենք, էլի։